Երբ որ սկսեցին կոնֆետներ արտադրել, խնդրի բախվեցինք, որ հայկական շուկայում բոլոր ջրեղենները ծծումբով մշակած են։ Սերկևիլի ու բազուկի մրգափոշով պատրաստված ջրային այս կոնֆետներն էկոլոգիապես մաքուր հումքով պատրաստելու խնդիրն Անահիտը լուծեց սեփական այգու բերքով այս փոքրիկ արտադրամասում։ Առաջի պատրաստած ջիրը եղել է 25 կիլոգրամ ծիրանից, որովհետև այդ պահին մեր ջրանոցը այդքան էր կարողանում իր մեջ ներառել։ 3 տարում մեծացնելով արտադրողականությունը միրգ բանջարեղենի մթերման ծավալները կիլոգրամից տոննայի հասցրին։ Լոլիկը վերցնում ենք հիմնականում Արարատի մարզից կամ Արմավիրի մարզից, դե բանանը ներկրված է լինում, ծիրանը Արմավիրի մարզ, խնձորը աշտարակի գյուղերից ենք մթերումն անում, այս ամեն մեկի իր բնորոշ մարզից ենք վերցնում։ Տարեկան ինչքան եք մթերում։ Մոտավորապես 15 տոննա։ Բիզնեսի կայացման հարցում ընտանիքը շատ է օգնել։ Ամուսնու ստեղծած բնական այս չորանոցը կլանում է արևի էներգիան ու անպամած ցուրտ օրերին արևային էներգիայով չորացնում մրգերը։ Սա մեր արևային չորանոցն է, այս պահին մեջը դեղց է չորացվում, ինքը էլի ամբողջությամբ բնական դեղց է, առանց որևէ հավելումների։ Տեսականին ներկայացնելիս լոլիկի չիրն է առանձնացնում, որի 1 կիլոգրամը 17 կիլոգրամ թարմունքից է ստացվում եւ ջերմային հատուկ տեխնոլոգիայով այսպիսի փափուկ տեսք ստանում։ Լոլիկի չիրնը, կոնկրետ սա 3 ենք արդեն տեղադրել, ինքը ամբողջությամբ բնական է, ոչ մի մշակում անցած չի։ Չորանոցից հետո 1 ամիս ջրերն այստեղ են սառեցվում, որ բոսի վտանգը չեզոքացնում ու նոր պահեստավորում են։ Մեր ժամանակավոր սառցերաններն են, որտեղ պահեստավորում ենք մեր ջիրը, կոնկրետ լոլիկն է, խնձորն է, բանանն է։ Վաճառում են առանձին տեսականիով ու միքս փաթեթներով 800-ից 2000 դրամ, ներկայացնում սուպերմարկետներում, առցանց հարթակներում ու իհարկե ցուցահանդես վաճառքներում հաճախորդների հետ անմիջական շփման համար։ Բոլոր հաճախորդները գրեթե ովքեր գնում են մեկ անգամ, հիմնականում դառնում են արդեն հիմնական հաճախորդներ ու մեզանից գնումներ են կատարում։ Մինչև այժմ դեռ վաճառքի խնդիր չենք ունեցել։ Բիզնեսի մեկնարկային փուլում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կին ձեռներեցներ ծրագրին, զարգացրել գործարարության հմտություններն ու ստացած դրամաշնորհով ձեռք բերել սարքավորումներ։ Մեծ աջակցություն էր մեզ նման փոքր բիզնեսներին ու դա մեզ հնարավորություն տվեց ծավալները մեծացնել։ Այս տարի մասնակցեցի իր բիզնես ինկուբատորի կողմից կազմակերպված փոքր բիզնեսների ակսելերացիոն ծրագրին ու էլի որպես աջակցություն ստացանք ռեբրենդինգի ամբողջական փաթեթը։ Ընտանեկան փոքր բիզնեսը կայացնելուց հետո Անահիտը մի մեծ նպատակ ունի հիմնել արտադրամաս մարզում, ստեղծել աշխատատեղեր։ Մենք դարձանք ինչ-որ բանում պիտանի այս պետության, այսինքն մենք կարողացանք ինչ-որ բան ստեղծել, ինչ-որ մեկի կյանքը բարելավելու համար։ Ինձ համար դա գերնպատակ է։ Ծաղկանուշ Միրզոյան, Մեհր Կիրակոսյան, լուրեր։